Սիրելի ռադիո լսողներ, եթերում Arm Comedy-ն է։ Հիմա մի հատ կտրվեք ռադիոից ու միացրեք հեռուստացույցը, որտեղ սենց համ լսում եք, համ տեսնում։ Այլ յանի ինչ ռադիո էս հեռուստատեսության դարում։ Արդեն ես կասեի ինտերնետի դարում։ Արի տեղ չգնանք, այսօրվանի մեջ դիտեք։ Ինչ գաղտնիքներ բացեց եվրոպացի հանձնակատար Մոգերինին։ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նոր բացահայտումը։ ՀՀԿ տատու խորհուրդները դաշնակցությանը։ Ինչպես անարդար պատժեցին Առաքել Մովսիսյանին։ Կարլը բացահայտեց ինչպես են անբարեխիղճ էլեկտրիկները փող գողանում տատիներից։ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը քննեց գործը եւ վերջապես որոշում կայացրեց հանրապետական падգամավոր Ոստեղ ոնց որ ուզում ես ասած ասենք Առաքել Մովսիսյանի գործով Կամ մեր Սեդրակյանի գործով։ Բայց չէ Շուշան Պետրոսյանի գործով նախ համառոտ բուն միջադեպի մասին։ Վաստակավոր արտիստ падգամավորը Facebook-յան գրառումներով լակոտ եւ հավուղիղ էր անվանել պաշտպանության նախարարին քննադատող օկտատիրոջը, սպառնալով հանել նրա աչքերը։ Ավելի վաղ Շուշան Պետրոսյանն ասել էր, որ չի զղջում խոսքերի համար, պատրաստ է կրկնել եւ ավելին ասել պաշտպանության նախարարին վիրավորողին։ Կարող է ուրիշ բառ ասեմ, հիմա չեմ կարող ասել հենց այդ բառն եմ ասել։ Դե էթիկայի հանձնաժողովն էլ արդեն Խոսրով Հարությունյանի գլխավորությամբ սկսեց քննել գործը։ Ու երբ խնդրում են ինչ որ մի ակնարկ անել, թե ինչ կորոշի հանձնաժողովը, պարոն Հարությունյանը անկոտրուն էր։ Ոչ մի կոմենտար չեմ անի։ Ոչ մի կոմենտար չեմ անի։ Իդեպ նույն բանը ասում եմ ես, երբ ինչ որ մեկը իր կարծիքով շատ հաջող բլոգ նյուզավայել ստատուս է գրում, հետո հերթով ընկերներին խնդրում է որ տակը մի բան գրեն։ Ոչ մի կոմենտար չեմ անի։ Ոչ մի կոմենտար չեմ անի։ Ոչ մի կոմենտարիա չարեց նաև Շուշան Պետրոսյանը։ Դե սկզբում իհարկե արեց, Facebook-ում դրանից սկսեց այս ամբողջ պատմությունը, բայց հետո էլ չարեց ու չարեց։ Պետրոսյանի մեջ ծեր հարցներ քննարկում։ Արտասվանեց, դիմեք պարոն Հարությունյանին։ Դե հիմա երբ արդեն կա հանձնաժողովի որոշումը, հետևենք Շուշան Պետրոսյանի խորհրդին։ Այո, բարև ասենք հայի երկրին ու հաց թողին։ Դա չի։ Հա մի բուրը լինենք մեր հողի ու ծիլը ծաղկի։ Դիմենք Խոսրով Հարությունյանին։ Հա, կամ էլ այդ։ Հանձնաժողովում 4 կողմ եւ 1 ձեռնպատայների հարաբերակցությամբ գտնում են, որ դա ավելի շուտ խրատ է եղել։ Նրա խոսքերը չի կարելի որևէ կերպ վերակել որպես սպառնալիք։ Նրա խոսքերը, ինչպես ինքը Շուշանն էր ասում, մենք նույնպես ընդունում ենք, որպես այս նման կարգի մոտեցումները սաստելու, կտրուկ սաստելու փորձ։ Դե հա, օքեյ, բոլորիս համար էլ պարզ է, չէ, որ երբ ասում են աչքերդ կհանեմ, նկատի չունեն, որ ասես կգան ու ակնակապիչների մեջից ցած աչքերը կհանեն, կփոքեն։ Ավելի շատ դա ժողովրդական խոսք է, որին ինձ թվում է ժամանակին բոլորս էլ արժանացել ենք, ինձ էլ են ասել աչքերդ կհանեն։ Շաճախ ասում են ականջներդ կկտրեն։ Դրանց ինչի։ Ինձ ասում են հեսա կգամ գլուխդ կփոքեմ, մեկ ասում են ոտքերդ կջարդեմ, հետո լեզուդ կկտրեմ հեսա վիզիտ կփոքեմ։ Մի խոսքով բոլորս հասկանում ենք, որ Սերգեյի մոտ շատ դաժան մանկություն ա եղել, բայց այդ արտահայտությունը արել են բոլորին։ Չգիտեմ ձեզ ինչպես, բայց ինձ իմ պատանի տարիքում քիչ չեն եղել, որ մեծերն ասել են ականջներդ կկտրեմ այ լակոտ։ Այդ ինֆորմացիան կարելի էր եւ չհրապարակել, պարոն Հարությունյան։ Հասկացանք, չարաճճի ռազմոնիկ եք եղել, բայց գործի վերադառնան, գործին։ Դες ինչ արե փոքր ժամանակ։ Ինձ թվում է հարևանների դռներս են զանգեր տալի ու փախնում էր։ Հա, կամ սենց փոքր կակտուսներ էր փոքում ու սենց գցում էր տակի հարևանի պատուհանից ներս։ Նա այդ մեկը ավելի շատ իմ մանկությունից էր։ Գործին վերադառնանք։ Դրանից չի հետևել, որ նրանք ակնհայտորեն խաղում են իմ ականջները կտրել։ Ուղղակի դրանից մենք անում ենք հետևյալը խրատում են ինձ։ Սաստում են այս կամ այն քայլը։ Հա, լավ, այս մասը հասկացանք, պետք չի փաստաբան լիներ, որ հասկանաս, որ աչքեր հանելը չի ընդհանրում հենց աչք հանել։ Այո, լավ, փաստաբաների խումբ չեն հավաքել ու կոնսուլտացիա արել այս թեմայով։ Մենք նույնիսկ կոնսուլտացիա ենք արել, խորհրդատվություն ենք ստացել որոշ փաստաբաններից, հասկանալու համար, որ դեպքում, որ պարագայում աչքերդ կհանեմ կամ լակոտ արտահայտությունները կարող է դիտվել որպես սպառնալիք։ Ու դե ինչ եզրակացրեցին մասնագետները։ Հիմնականում փաստում են հետևյալը, որ տվյալ պարագայում հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը, իսկական ազգային ժողովի պատգամավորից բացի մշակույթի գործիչ եւ այլն, հա, նրա խոսքերը չի կարելի որևէ կերպ վերակել որպես սպառնալիք։
Բա հա, բա մի ժամ այդ ենք ասում։ Այ եթե Արաքել Մովսիսյանը գարասեր աշկերտ կհանեմ, այո, կա մեծ հավանականություն, որ իրոք ֆիզիկապես աշկերտ կհանի։ Կամ եթե Մհեր Սետրակյանը ասում է, Давай թռելը։ այստեղ էլի շատ մեծ հավանականություն կա, որ իսկապես ծնոտը կարող է անջատվի։ Կամ երբ որ Արաքել Մովսիսյանն էր սպառնում։ Ես նույնն այդ հարցը պետք է տամ։ Եթե միգուցե հարկավոր է Արաքելյանին հարցնել։ Բայց դա ճանաչվեց խախտում է։ Չասում հարկավոր իրեն հարցնել, միգուցե կարող են նա այդպես է ասում։ Ինչ ըհը։ Արաքել Մովսիսյանն էլ էր սաստում, իսկ էթիկայի հանձնաժողովը նրան պատժեց, ստիպեց 6 օր չմասնակցել աժենիստերին։ Դե ուրեմն պահանջում ենք վերադարձնել անարդար որոշման հետևանքով բաց թողած 6 աշխատանքային օրերը պարոն Արաքել Մովսիսյանին։ Պարոն Մովսիսյանին 6 արտահերթ նիստ, որ մենակ պարոն Մովսիսյանը գնա, ասես մասնակցի ու վերականգնի արդարությունը։ Լավ, մի խոսքով աչքերդ հանուն մի քիչ դե շատ հասկացանք, մնաց այլակոտը։ Երբ այլակոտ արտահայտությունը Խոսրով Հարությունյանի կարծիքով կլիներ վիրավորանք։ Եթե պատկերացրեք, ասենք թե որևէ մեկը հանրության համար անհայտ, մի հատ վաստակաշատ, գիտնականի, տարեց, ակադեմիկի ասել լակոտ։ Ես այդ ժամանակ կասեի, որ այո, նա ակնհայտորեն միտում է ունեցել վիրավորել մարդուն։ Տվյալ դեպքում ես դա գնահատում եմ որպես սաստում, վերջ։ Հոп, մի րոպե, վիրավորանքը մի քիչ ուրիշ ձև է աշխատում։ Եթե ես օրինակ Էյնշտեյնին ասեմ լակոտ, դա կլինի վիրավորանք։ Ու համել հիմարություն քո կողմից մահացած գիտնականը հազիվ կապ ենք հաստատել ու պետք է լակոտ ասես, ավելի լավ բան չես գտնում։ Դե փայտակ ստացվեց, բայց եթե Էյնշտեյնը ինձ ասի լակոտ, դա նույնպես կլինի վիրավորանք։ Ինչքան էլ դիպուկ լինի, որտեվ ախր եկա մահացած գիտնական մարդ է, հետո հազիվ մի կերպ կապ ենք հաստատում, ու այս խեղճ տղուն ասում է լակոտ, ինչքան էլ ուզում է դիպուկ կլինի, չպետք է Մի խոսքով, եկեք ոչ մեկին չվիրավորենք։ Ես էլ մեկ ուզում եմ տենց ինչ-որ թթու կոմենտ գրածեմ, բայց այդ բային աչքիս է գալիս դասականի այս երկտողը։ Ոչ մի կոմենտարը չեմ անի։ Ոչ մի կոմենտարը չեմ անի։ Սիրելի հայրենակիցներ, բարեփոխվում է մեր ընտրական օրենսգիրքը, իսկ դա միաժամանակ եւ կարեւոր է, եւ ձանձրալի։ Դրա համար կխոսենք դրա մասին, բայց ինչ-որ բանի նաեւ մեզ կմիանա ՀԿՏԱՏ-ին։ Այո, եւ այսպես նոր ընտրական ձև է մշակվում, որը դժվար է հավատալ, բայց հնից է լավն է լինելու։ Այն պետք է ներկայացվեր ազգային ժողով մարտի 1-ին, բայց 2 օր ուշանում է։ Հայրապետական Վահրամ Բաղդասարյանի լրագրողներն այսօր հիշեցրել են նոր ընտրական օրենսգիրքը խորհրդարան ներկայացնելու վերջնաժամկետի մասին։ 2 օրվա համար, եթե կան տես պատժամիջոցներ, կարող եք կիրառել։ Այ մարդ ինչ անպայման է շտապել, ուզում եք արագը լինի, թե ուզում եք լավը լինի։ Իսկ իսկականից պատժելու ձև կա դրա համար։ Չէ, ստուգել եմ։ Դե լավ, ուրեմն եկեք սպասենք։ Եկեք սպասենք։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ հանրապետական Հովհաննես Սահակյանը պարզաբանում է ուշացման պատճառը։ Ինչ ես անում։ Մորզե Այբուբենով բան հարցեց Սահակյանը, պատասխանեց ուղղակի։ Ժորժան, ուշադրություն մի դարձրեք, լսենք ինչ են ասում։ Իմ մասին բան խոսացողը Մորզե Այբուբենով մտքինս է։ Հանրապետական Հովհաննես Սահակյանը պարզաբանում է ուշացման պատճառը։ Կառավարության հեղինակած նախագիծը նախ գործադրի նիստում պետք է հաստատվի։ Եվ առաջիկա նիստը կարծես թե մարտի 3-ին է։ Հասկացաք, թե չաղմուկ են բարձրացրել բան ոնց։ Մի րոպե, հիմա ինչն են փոխում օրենքում։ Ինչ կարևոր է, Նարեկ ջան, ինչ կարևոր է։ Հազար մի բան է կատարվում կարևոր երկրում։ Օրինակ, ռազմավարական ասուլիս էր կազմակերպվել բոլոր նրանց համար, ովքեր չունեն Yahoo Weather։ Եղանակ ցույցվող ծրագիրը, application-ը։ Իրաքից եկող տաքոթային հոսանքները ըստ օդերևութաբանների կանխատեսման կապահովեն համեմատաբար տաք մարտ։ Առաջիկա 8 օրերին ջերմաստիճանի կտրուկ անկում չի լինի, մինչև մարտի 4-ը այն անընդհատ կբարձրանա։ Ըհն Իրաքից տաք օդի հոսանքներ են գալիս հասում, ստեղծած փչում են դուք դրանք ինչ որ ընտրական օրենսգիրք եք քննարկում, հա։ Մի հատ եկեք ճիշտ հասկանանք ինչա կատարվում, էլի։ Ասուլիս են հրավիրել եղանակի տեսություն ասելու համար։ Մի պրիմիտիվացու, նաև ինչ որ գեոմագնիսական կանխատեսումներ կային մեջը։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև մարտի 4-ը ներառյալ։ Դու գրի առ ոչ թե նայի մենակ։ Բայց ինչ կա ստեղ, հա, ջերմաստիճանը մի փոքր բարձրանալու է մարտա, հետո։ Սա դեռ ամենը չէ։
կբարձրանան եւ ցերեկային եւ գիշերային ջերմաստիճանները։ Բա Նարեկ ջան, եւ ցերեկայինը, եւ գիշերայինը, եւ կարող է նաեւ առավոտվանը։ Լավ էլի։ Այդ ինձ են smart հասել, անենց ինֆորմացիա են տակից տվել, այո։ Էլի գաղտնի ինֆորմացիա ասեք մեզ։ Այսպիսով, այդ բարձրացման արդյունքում ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 3-ին եւ 4-ին։ Գերար։ Լավ, օքեյ, իմ մոտ ինֆորմացիայի գերդոզավորումը մի քիչ ավելի թեթև թեմաներով ծրվենք, էլի։ Ինչ կա, այն եվրոպացիան սիրուն աղջիկը չեկա Հայաստան։ Արա, բայց դու ինչ ոչ պոլիտկորեկտ կենթանի ես, կարելի է, բա։ Ինչ ես անում, էլի Սահակյանի հետ ես խոսում։ Չէ, Գառնի Գեղարդ հրավիրեցի Մոգերինիին։ Եվրամիությունը ողջունել է հայաստանյան սահմանադրական բարեփոխումները, լրագրողներին ասաց հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ու հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև այսօր խորհրդարանում կայացած հանդիպումից հետո Ոնց տենց էլ ասեց Բաղդասարյանը, հա։ Կոնկրետ ողջունեցին սահմանադրական բարեփոխումները։ Այսենց աչքերը պլշեց վրես այդ Մոգերին ու ասում է լսի տենց սահմանադրական բարեփոխումներ սաղ Եվրոպայում չկա, նա ուլիցը նի վալայուցա։ Է շատ լավ է, օքեյ, իսկ ընտրական օրենսգիրքը քննարկվեց։ Ադե սպան իրելի։ Երաշխիքներ հնչեցին ձեր կողմից, որ մենք ունենանք այնպիսի օրենսգիրք, ընտրական օրենսգիրք, որը Միանշանակ։ Բայց լրագրողը դեռ չէր ասել ինչպիսի օրենսգիրք, ինչն է միանշանակ։ Դե միանշանակ որ օրենսգիրք արենելու, այլ ոչ թե ղափամա, ասենք։ Չնայած չես կարող 100% ասել։ Լավ ղափամալն է։ Եթե լավ ղափաման ինչա, լավ ղափան, լավ օրենսգիրքից լավ է։ երաշխիքներ հնչեցին ձեր կողմից, որ մենք ունենանք այնպիսի օրենսգիրք, ընտրական օրենսգիրք, որը գնահատականներից ծանոթ էր Տիկի Մոգերինի եւ խոսք եղավ այդ մասին։ Մենք այդ մասին չխոսեցինք, բայց համոզված եմ, որ Տիկի Մոգերինին բավականին լավ ինֆորմացված է։ Մոդերինին ով է։ Մոգերինի վայրդին քուրը Բոմբեից։ Նրանք բաժանվել էին ծնված օրվանից եւ հիմա Երևանում վերամիավորվեցին, որտեղ դե падգամավորները ասել են հետդ մի հատ ընկերուհի վերցրու։ Լավ կլինի հենց Մոդերինին էլ լսենք, էլի։ Մոդիլյանին։ Թող երկուսն էլ երեքով էլ խոսեն։ Քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո լրագրողները փորձեցին նրանից ճշտել, թե ինչ է խոսել, սակայն ապարդյուն Եվրամիության ներկայացուցիչը չպատասխանեց եւ ոչ մի հարցի։ You know, there are many concerns on human rights issues in Armenia. What can you say on this? Ամոթա Ֆեջա ջան, չի կարելի։ Ֆեջա։ Անունը Ֆեդերինի է, ամբողջությամբ չեմ ասի։ Ֆեջա ջան, մերոնք սովորեն ու հարցերի չեն պատասխանել լրագրողների։ Բայց հիմա ինչ պետք է անենք։ Դեստիֆաց լրագրողները մոտեցան առավել արձագանքող падգամավորի։ Պարոն Մովսիսյանին։ Իսկ Մովսիսյանը միշտ սիրով բովանդակային պատասխաններ ա տալիս հարցերին։ Միշտ։ Արդյոք կմիանաք լրագրողներին, ովքեր պահանջում են պատժել Մհեր Ձեթրակյանին։ Ջան, նախ առաջին ասեմ ինձ են բոլորը միանում, ես ոչ ոքի չեմ միանում։ Երկրորդը չեմ հավատում, իմ գործընկերը լրագրողներին ինչ-որ վատ բան ասած են, երևի իր լեզուն ճիշտ չեն հասկացել։ Ըհն, լիքը բան իմացանք։ Իսկ ընտրական օրենսգրքի մասին հարց կար վերջապես։ Սպանիր, համարյա, կրկնակի քվեարկության մասին բան կար։ Կրկնակի քվեարկության հարցով եւս էթիկայի հանձնաժողով դիմում է եղել մասնավորապես ձեր մասով եւս։ Դրան ինչպես եք վերաբերում։ Ես չեմ նկատել, որ քվեարկություն եմ արել ուրիշի փոխարեն։ Դու նկատել ես Նարեկ ջան։ Ես չեմ։ Մենակ այդ անտեր կամերաներն են նկատել։ Վա։ Հետո խալք չեն, սա մերոնք են, ինչ ա եղել։ Բոլորն էլ հայ են, էլի։ Մեկս մեկին պետք է օգնենք։ Չգիտեմ քվեարկության մասին է, թե մյուսի մասին է, բայց դե Ստե ուրիշ մարդ չկա, սա մերոնք են։ Ինչ ջեր, մարդկային մթնոլորտ ա տիրում։ Այո, միմյանց տեղը մարշրուտներում ստանալու նման բան է, ոնց է։ Լսի, բայց ընդդիմադիրները Ընդդիմադիրներն են մերոնք, ինչ է։ Հետաքրքիր շրջադարձ։ Ես դու եմ, դու ես ես ու մենք բոլորս միասին ենք։ Նարեկը նոր մեջ բերեց մի շատ հայտնի Beatles-ի երգ, որը կոչվում է Ծովափիղլն եմ։ Իսկ մենք մաղթում ենք ձեզ բարի ժամանց։ Մնացեք մեզ հետ։ Արա, ՀԿ տատուն մոռացանք, տատուն։ Մեր այսօրվա հիմնական խոստումը։ Խոսք ենք տվել։ Իսկ ՀԿ տատին այդ ընթացքում անցկացրեց մի փոքր ներածական տրեյնինգ նոր նախարարների համար։ Դե ինքը հիմա ոնց որ տենց ոչ պաշտոնական, բայց խորհրդատուն է եւ ԿԳ նախարարին տենց մի քանի կադրային խորհուրդ տվեց։ Գդացի։ Գնաստված տեսություն։
լավ էր աշխատում են բոլորը։ Տեսնում եք ինչ լավ է։ Հիմա հանգիստ սրտով մնացեք մեզ հետ։ Մնացեք էլի։ Հիշում եք, որ հոսանքի ցուցմունքները սխալ են գրում։ Դե ինչ, Armcom-ին ստացել էր շտապ ահազանգ եւ գնացել հոսանքաթալանի տակ հետքերով։ Okay, դա 2 շաբաթ առաջվա թեմա։ Ահազանգը երբ եկավ, այդ վաղտը գնացինք։ Ինչևէ, մեր սեփական Կարլը գնաց եւ տակ հետքերով պարզեց, ով ինչու է թալանում խեղճ տատիկներին։ Դիտենք Կարլատաժը, ռեպորտաժը։ Առաջին ռազմահենասիրականը ստանալով էլեկտրիկի կողմից հոսանքաթալանի մասին ահազանգ միանգամից շտապեց դեպքի վայր։ Դա արդեն իմ գործն է, Տիգրան, դու խնդրում եմ, աղաչում եմ քեզ, դու իմ մտքերի իմ շահադրանքից չեմ կպնում։ Հա, դու ասեցիր, մի ազատ ես։ Ես ես մարդկանց կանչել եմ իմ համար։ Դե քո համար ես կանչել, քո համար ես կանչել, լավ ես արել։ Հա, ուրեմն դու ես մտքերի մեջ մի խառնվի։ Ես ինչ եմ պահանջում։ Պատմեք, հա, ի՞նչ է կատարվում այդտեղ։ Ոայ, ներկայանամ։ Հա։ Բազմավաստակ մանկավարժ հոգեբան Վարդուս Տիգրանյան Աղաշյան։ Սկսեմ իզանից։ Սկսեք։ Հունվարի դեկտեմբերի 27-ից գնացել եմ մեր ոստում, այդպես տրադից է։ Մինչև Զադեկանում նոր գալցենք։ Վերջի օրը դեկտեմբերի։ Լավ նշեցիք։ Ինչպես։ Լավ նշեցիք։ Հա, փառք ասում։ Կարևոր չի փողը։ Ես ջանկության մեջ չի։ Ուրեմն ամսի 7-ին եկել եմ, տեսում հաշվի չլինց է գնում, ամեն չանջատած դանալ, ուշադիր եմ։ Ահազանգ աշխատանքային ոչ է, զանգում եմ իրա ձերքերը, դա չի պատասխանում։ Իմ պապերն են կառուցել Երևան քաղաքը, Նաղաշյաններ, եթե կիրս մարդիկ, իմանաք Նաղաշյաններ, ճարտարապետներ, նկարիչներ, մանրանկարիչներ եւ այլն աշխուժներ։ Բա դրա սերունդին կկպնեն, փետրվարի 1-ից մինչև ամսի 10-ը 50 կիլովատ է կազմել։ Այդ 50 կիլովատը բերել է գումարել է այն իր գրածներին, դարձրել է 300-ից անց, որ ես վճարեմ 49 դրամով։ Բայց կարող է այդքան հոսանք եկել, ասենք մեկը եկել է ձեր դրան զանգան ընդհանուր սխմելա մինչև այդ։ Ես զանգ չունեմ։ Կարող է, բայց ասենք գումար էր պակասում։ Կարող այով, իմ մոտ չի անցնում, սա մեզ մի հատ ուղեղա։ Դա ես քեզ նախապես ասացի, ինչ սերունդից եմ սերում։ Այս սերունդը հնարավոր չի, կարող այով ապրել։ Հենց այնպես բարախլոմած չի։ Ես մինչև վերջ գնալու եմ ու չեմ ուծելու։ Ինչ որ դստեղ չեմ եղել, ասում եմ ինչ որ վերնախավից են եկել, ասում թե իրա փոխարենը ես ուստեղել եմ ուրիշ ընթացք ստանալ։ Այս վերնախավն էլ հետաքրքիր է, էլի, որ գալիս եք վերնախավ ջան, մի կես բերան ասեք տատին։ Ու այդ ժամանակ տատին դուրս կգա եւ ցույց կտա ձեզ, թե որտեղ են խեցգետինները անցկացնում ձմեռը, որտեղ ստեղ չեն անցկացնում, որտեղ ստեղ ահագին թանկ է, լույսը այնքան են գրում, որ ինչ ընթացք։ Ինչ կանեիք։ Ինչ կանեիք, ասի տղա ջան, ով ես դու, որ նա փոխարեն ներողություն ես խնդրում։ Ինքը պետք է գա ներողություն խնդրի։ Բա որ ներողություն է խնդրում, փողերը հետ չի բերելու։ Մի րոպե, հարցը փողինը չի։ Բա բարոյական վնասով է գրելու։ Ու վերջում պարզվեց, որ բան էլ չպարզվեց։ Չէր լինում տատիների հետ լեզու գտնել։ Հա, եկեք վերջացրել հələ։ Ուրեմն քեզ համազանգի թող գան։ Ես փող կտամ քեզ որ զանգել ես եկել եմ իրան։ Շնորհակալ եմ։ Ուրեմն փողի դիլան չի եմ ես։ Լավ ո՞րն է։ Մտել ես զրույցի մեջ ու ամբախ խոսում ես։ Կառավարության շենքի մոտ տեղի ունեցավ հերթական ճեպազրույցը, որտեղ բարձրացվեց տնտեսական աճի թեման։ Նախարարը քիչ անց կպարզաբանի ամեն ինչ։ Այո, սոցիալական վիճակը այս տարի չի լավանալու, ասեմ ավելին մի փոքր վատանալու է սոցիալական վիճակը, բայց դրա մեղավորը ես եմ, այո, ես այդ մարդն եմ, ով կարա պարզ կանգնի ու ասի, ես սուտ ասան չեմ, հիմա որ վատանալու ասեմ լավանալու է, չէ, ես միշտ ճիշտն եմ ասում։ Պարոն նախարար, բայց ախր մարդկան սոցիալական վիճակն է դրам, ձեր մարդկային տեսակը այդքան չի վերկարում։ Ես հասկանում եմ, բայց ճշմարտություն ասելը դա գիտեք որքան կարևոր է։ Այո, ես ասում եմ, ես այս տարի վատ եմ աշխատել։ Այո, ես այս տարի քիչ եմ աշխատել։
Այո, ես այս տարի համ վատ, համ քիչ եմ աշխատել, բայց արդյոք մեկ ուրիշ այստեղ կկանգներ ու այդ սաղ կկարողանար sense պարզ ձեզ ասել, ես այդ մարդն եմ։ Պարոն նախարար, չախրդեցի թոշակները, երիտասարդական մաքսիմալիզմն եմ խոսում, բայց հավատամ, մի օր դու կմեծանաս, կհասնես իմ տարիքի ու կտեսնես, որ ճիշտ ասող մարդիկ ամենահազվադեպն են։ Այո, իմ տեղը կարող էր ինչ-որ պրոֆեսիոնալ մեկը լինել, կարող էր ինչ-որ արտասահմաններում, հա, սովորած ինչ-որ մեկը լինել, կարող էր մարդ լինել, ով որ sense կրեատիվ ինչ-որ բարեփոխումներ կաշխատեր, բայց արդյոք նա կլիներ ճշտախոս, արդյոք նա իմ նման կլիներ, արդյոք նա կկարողանար ստեղ հիմա այսպես կանգնել, նայել քո աչքերի մեջ ու ասել. Ես պրավալ եմ տվել այս տարին։ Այո, ես ասում եմ, ես պրավալ եմ տվել այս տարին։ Քո նման մարդ եմ ես։ Բրավո։ Շնորհակալ եմ, մյուս տարի կաշխատեմ, որ լավ լինի մյուս տարի։ Մյուս տարի։ Հա, նու չնայած խոս չեմ տալիս, կարող է եւ չլինի։ Ավելի շուտ, չգիտեմ, կփորձեմ։ Բայց պարոն նախարար, Սիրելի ընկերներ, Arm Comedy-ն այսօր այսքանն էր։ Վերջում առաջարկում ենք դիտել առաջին սիրո վիդեոբոցը։ Վաղը անառակի Կիրակին է։ Գիտեք։ Չի իմանամ։ Անառակի Կիրակին է։ Անառակի Կիրակին նշանակ։ Այդ անառակները կիմանա, ես իմանամ։ Մեր հաղորդման մոնտաժային աշխատանքի համար ուզում ենք շնորհակալություն հայտնել Վահան Մադոյանին։ Վահան Մադոյան, երբ հաղորդումը մոնտաժում է, որովհետև հակառակ դեպքում 2.5 ժամ է լինելու ահագին ձանձրալի։ Այ հիմա ասենց որ էկրանը ասենց բարձրանում է կեսի վրա, այդ Վահանն ա արել։ Նայեք, այս մասը որ անկապ խոսակցությունը հիմա կկտրի, էլի Վահանն է։ To know where that shark bites.